Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը ներքաշված է մաֆիոզ կառույցների մեջ։ Քաղաքական գործիչների մեջ մի փրկտրեք փրկիչների, որովհետև փրկիչը ձեր մեջ է, փրկիչը ձեզնից յուրաքանչյուրի մեջ է։ Թողանեն մարդը ինքն իր համար անընդհատ կրկնի հետևյալ բանաձևը. Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ Կեցե ազատությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է։ Որպեսզի ես անձամբ անեմ իշխանափոխություն Հայաստանում, ինձ հարկավոր է պինդ համոզմունք, որ Հայաստանի ժողովուրդը ինձ թույլ է տվել, ինձ լիազորել, ինձ դասել է գնա արա իշխանափոխություն։ Եվ ուրեմն գնացի։ Ազատության հրապարակ գալուց առաջ ինձ պետք է ապացույց, երբ որ ես մենակ կլինեմ սենյակում նստած սուրճ խմելիս, պետք է ինքս ինձ համար համոզված լինեմ, որ Հայաստանի ժողովուրդը ինձ լիազորել է, ինձ հանձնարարել է գնալ եւ անել իշխանափոխություն։ Հայաստանի Հանրապետությունում այս պահից կա նոր իշխանություն եւ այդ իշխանության անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այլևս այդպես է։ Ես այսօր ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների եւ ընտանիքի անդամների առաջ, նրանց երեխաների առաջ, որովհետեւ նրանք Հայաստանի Հանրապետության ապագայի ամենաուժեղ սիմվոլն են, որովհետեւ նրանք զոհվել են, որ Հայաստանը ապրի, նրանք ընկել են, որ Հայաստանը հառնի։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն։ Գեցե ժողովրդավարությունը։ Մենք ավելի շատ հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունը ուժեղացնելու արարքների հետ։ Ինձնից շատ սիրող չլինի այդ պատմական Հայաստանը, բայց ես հրաժարվում եմ իսկական Հայաստանը պակաս սիրել կամ պատմական Հայաստանը ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը։